100 Այս թեմայով մի երկու անգամ խոսացել է, բայց չեմ դադարելու խոսալու, զզվելի է, զազրելի է համացանցում տեսնել փչան սուտասան փուչիկներին, որոնք որ երբևէ ռազմաճակատում չեղած, ուղղակի գյուլնաստատու հեքիաթներով մի խումբ իրենց նման թռածների էլ կհավաքեն իրենց շուրջը ու հանդես կգան որպես կռված տղեկ եւ հենց նման սուտ փուչ պատմությունների եւ այսպես կոչված լեգենդարների պատճառով էլ մենք հասանք այսօրին, ինչպես միշտ ասել եմ, իրական հերոսների մեծ մասի իրական կռված տղեկի մեծ մասի անունները ոչ գիտենք, ոչ էլ դեմքով ճանաչում ենք։ Եթե ուշադրություն դարձնեք դոկումենտալ կադրերի նկարած եւ 16 թվականի իմ կողմից նկարանած եւ ժամանակին ուրեմն տարբեր դոկումենտալիստների կողմից 90-ականների նկարահանած դուք կտեսնեք, որ այնտեղ այդ մարդկանց, այդ լեգենդարներից համարյա ոչ մեկին չեք հանդիպի։ Հատուկ են, որ համապատասխանում է պատմությունները իրենց փառքի հետ, շատ քչերին դա ուրեմն բախտ է շնորհվել, որ իրենք եւ արած ունեն եւ հայտնի են դարձել։ Բայց մեծ մասը այսօր ովքեր որ այսպիսի ռիտուալներ են անցկացնում կռված տղեկի եւ այլն, թռած փախած եւ ընդհանրապես ոնց ասեմ, ֆոտոգենիկ պոպուլիստ բաներ են, որ հայտնվում են եւ նրանց լսելը, նրանց այդ խոսքը, գյուլնաստատու հեքիաթները եւ այլն, ախր իրական տղեկի հետ երբ որ շփվում ես, ուղղակի սարսափելի զզվում ես այդ երևույթից։ Եվ ամեն ընտրություններից առաջ այդ երևույթները ուղղակի լցվում են, ողողում են համացանցը։ Տարբեր ռիտուալներ են անցկացնում, մեկը մյուսին ժեշտից ինչ-որ մեդալներ են մեկը մյուսի դոշին կախում եւ իրականում խեղաթյուրում են մեր պատմությունը, իսկ խեղաթյուրված պատմության արդյունքում ունենում են խեղաթյուրված սխալ դաստիարակված սերունդ, որտեղ այս սերունդները սկսում են դաստիարակվել, նմանվել այդ խամաճիկներին, այդ կլոուններին, այդ ծաղրածուներին, իսկ իրական տղերքի պատմությունները կորում գնում են։ Ահա թե ինչի եմ ես արդեն շատ երկար ժամանակ, երկար տարիներ զբաղվում փաստագրությամբ։ Հետագայում այդ ամեն ինչը կմնա սերունդներին, իրական պատմությունները, իրական մարդկանց, իրական տղերքի, իրական հայերի։ Այսօր չեմ հրապարակում մեծ մասը, որովհետև հրապարակելով նրանց կարող եմ այսօրվա ոչ հայամետ, հակահայ իշխանությունների օրոք հրապարակել նման մարդկանց նշանակում է վտանգել նրանց, նշանակում է նրանց վտանգի առաջ կանգնացնել։ Եվ բացի դրանից նրանց պատմածների շնորհիվ կարող է վնասել նաև ուրիշ անձերի, որոնց նույնպես ցանկություն չկա ինչ-որ վնաս հասցնելու։ Ես մի օրինակ, որպեսզի շատերին չնեղացնեմ, իմ պահով մի օրինակ բերեմ, որ հասկանաք ինչի մասին եմ խոսում։ Դիրքերում, որ նկարում էինք տղեկին, թուրքերին սատկացած մի երիտասարդի է նկարել, հերոս տղա էր, ժամկետային ծառայող էր։ Հետո նրան ասել է, իմացա, որ հայր չունի, մի խոսքով, հետո ասել է, որ գաս մի քիչ էլ ֆինանսապես իրեն օգնել էի, երբ որ իմացա, որ որբ է եւ այլն, եւ ասել է, որ գաս Հայաստան խնդիր կունենաս, գյուղում ինչով պետք լինի, քեզ կարող եմ օգտակար, ինչով կարողանամ, քեզ օգտակար կլինեմ։ Եվ զորացրվելուց հետո մի օր զանգեց, ասեց պարոն Զաքարյան, հիշում եք, սենց ու իրեն ինչ-որ շինանյութ էր պետք եւ ասում էր, որ դուք փորձ ունեք շինարարության, կարող է ասեք, որտեղից ճարենք եւ այլն, ու այդպես հրավիրեցի, եկավ, հանդիպեցինք,
ու գնում էինք դեպի Աբովյան շինանյութի խանութ կար, որտեղ որ համարյա ամեն ինչ լինում էր եւ այդ իրա ուզած ապրանքը ընդեղից կարող էինք պատվիրել, որպեսզի տանեն հասցնեն իր մոտ եւ շատ էժան նստեր այդ ամեն ինչը իր վրա ու մտնում ենք այդ խանութը խանութ բանը որ մտնում ենք ներս կնոջն է կանչում ասում է վայ լարիտես ասում է լարիտես ով է եկել կտրվեց կներեք մտանք այդ խանութը այդ լավ տղայի հետ այդ հերոս տղու հետ ու մեկ էլ խանութ բանը տեսավ ուրախացավ ու կնոջն է կանչում վայ լարիտես ով է եկել մեր հերոսն է եկել սիրտս թրթռաց ուրախացա ասեցի արա մարդիկ փաստորեն վատ գործ չեմ անում մարդիկ ճանաչում են մեր հերոսներին տես այս ջահել տղեն հիմա կգնա գյուղ կպատմի որ իրան ի շնորհիվ մեր հաղորդման ճանաչեցին խանութում ընթառաջեցին բան կինը որ եկավ վայ խառնվեցին իրար բան մեկ էլ ես հասկացա որ խոսքը ոչ թե իմ հետ եկած այդ հերոս տղու մասին է խոսքը իմ մասին է ինձ են ասում հերոս Ճիշտն ասած, սկզբից ուրախացել էի, այդտեղ միանգամից ջղայնացա, կատաղեցի կարելի ասել։ Ու միգուցե եւ իմ կողմից կոպիտ ստացեց, բայց հարցակվեցի այս մարդկանց վրա։ Հարցակվեցի ասելով ջղայնությունից, եթե տղայի հետ չլինեի, կարող է ինչ որտեղ ասեն ժպտայի, մի բան անեի, ասել դե բայց քանի որ այդ տղայի հետ էի Ուղղակի չդիմացա, էմոցիաներ չիմաց, սկսեցի գոռգոռալ սրանց վրա։ Արա ասում եմ, ում որ տելևիզորով երկու անգամ տենում եք, ձեր համար հերոս է դառնում։ Կամերան ձեռս գնում եմ հերոսներին նկարում եմ, փոխանակ այդ հերոսներին հիշեք։ Ինձ եք հիշում, ինձ եք հերոս ասում։ Այ ես գնացել եմ նկարում եմ այս հերոս տղեկին։ Ես ձեր համար դառա հերոս, դուք այս տղեկին չեք ճանաչում։ Ու հետո հասկացա, որ այդպես է, ով որ մի քիչ շատ է երևում էկրաններին, այնի հերոս է դառնում։ Իսկ այն իրական հերոսները տենց էլ մնում են չճանաչված, տենց էլ մնում են ստվերում, տենց էլ մնում են իրենց դարդ ու ցավով, իրենց խնդիրներով, եւ դրա համար էլ գնալով ավելի քիչ հերոսներ են ունենում։ Ինչա թե ինձ մի քանի շաբաթը մի անգամ հերոստացույցով տեսել են դիրքերում ես դարձել էի այդ մարդկանց համար հերոս ճակերտների մեջ իսկ այն հերոս տղուն ում ես գնացել ինչի ում համար որ ես գնում ասում են դե ում որ ես նկարում եմ ում որ ես ճանաչում ես քիչ չճանաչեցին մտածեցին երևի ջահել է հետս եկել է տղես ակամ ես իմով ու այդպես է եղել միշտ փաստորեն այդպես է եղել միշտ Եվ հիմա այդ կողքից այդ փախած թռածների մեջ էլ կան, որ էլի ստեղ ընդեղ միտեղ երևացել են, հետո իրանց փախածների, իրանց նման փախածների հետ հավաքվում են միտեղ, մեկը մյուսին սուտ պատմություն պատմելով գլուխ են գովում, հետո էլ մեկը մյուսի սուտը պահելու համար միավորվում են, Որ ասպես արա դու որտե ես կրվել, մի հատ կասես որ ջոկատում ես եղել, այդ երբ ես կրվել, որ թվականի, որ հատվածում։ Մի 4-5 հատ էլ իրան նման վկաներ են հայտնվում, որ իրան բանից հանել է, ասենք ինչա, մարտի դաշտից ինքն է հանել, տանկով բանը, թանկի վրա թևեր են դրել, իրար հետ թռել են, գնաց է Բաքու ռմբակորձը հետ են եկել, եւ այլն եւ այլն։ Դա հերիք ելավ բոլ եղավ։ Լավ իմացեք, հերոսները իրենք երբեք իրենց հերոսության մասին չեն խոսում։ Եվ ում որ կտեսնեք, որ խոսում է իր հերոսության մասին, եթե չի գնացել մեկը զորով իրենց բերանից ակցանով, ոնց որ ես եմ անում, խոսք չի քաշում, ժամերով, օրերով, ամիսներով չի համոզում, որ գիտես ինչ կա, խնդրում եմ պատմության համար, պատմի թո իրականությունը մնա, հիմա չեմ հրապարակի, մի ամաչի, կպահեմ, բայց թող իրականությունը մի անգամ պտի մենք իրական հերոսին տարբերենք շինց ու հերոսներից,
իրական լեգենդներին պիտի կարողանանք տարբերել շինծու լեգենդներից։ Ստախոսներին, հեքիաթասացներին, գյուլնաստատերին պիտի տարբերենք այն սովորական զենքը ձեռին, կոշտուկները ձեռին, ուրեմն կեղտոտ այդ խեբեներով, հիշում եք պատերազմի ժամանակ, նայում ես սենց զուգված, զարդարված, արթուկած նկարներով հերոսներին, մեկ էլ դոկումենտալ կադրերից նայում տենում ես բոլորը սենց կիսատ, պռատ, ինչ-որ ճղված շորերով, բայց կռվել են, բայց իսկական առուծը այդ տղեկն են։ Մեկ էլ այդ մեդալները, որ միջև կոշիկները կախում են, այդ մեդալ բաժանողների հետ միասին, այդ ժեշտից սարկած տեղից ընդեղից բերած Ռուսաստաններից, չգիտեմ ամենայն դիշովի ցեխերում, սիրուն, միրուն, խաչերով, մաչերով, սենց սարկում են, բերում են մեկը մեկի դոշին կպցնում են, մեկ էլ տենում ես միջև կոշիկի ծերը մեդալա կպցրած դոշին։ Բայց իրական տղեկը սրանց ոչ տեսել են, ոչ լսել են, ոչ ճանաչում են։ Մեկ-մեկ է գալի հարցում են, ասում են Արշակ, ես որ ասում են լեգենդար, էսի ով է։ Դու Արշակ շատ գիտի ով է։ Ինքս კი չգիտի ինքը ով է։ Ինքը այնքան սուտ, այնքան հեքիաթ է պատմել, ինքը արդեն հավատում է իր պատմած ստերին։ Այդքան է այսօր լեգենդար հերոսների մասին։ Մի օր ամեն ինչ կիմանա, սերունդները կիմանան։ Եվ ովքեր որ ճանաչում են իրական տղեկի, թեկուզ հեռախոսով ձայնագրեք, իրական պատմությունները պահեք։ Իրական պատմությունները միգուցե տենց գեղեցիկ գունավոր չեն, ոնց որ այս փչաններինը, բայց իրական են, ճիշտն են։ Եվ իրականությունը իմանալով մենք սխալներ չենք գործի հետագայում։ Մենք չենք հպարտանա, մեր վրա չենք վերցնի բաներ, որ չենք արել, արխային չենք կլնի, այլ կպատրաստվենք։ Այդքանը, անցավ մնացիք։